Ալիևը եւ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հայտարարել են Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու ազդեցությունը թույլատնելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանի հակաեկեղեցական այս արշավը սկսվեց մայիսի 29-ից, երբ որ Ալլաշոփյուր Փաշազադեն Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեղադրեց ռևանշիզմի մեջ։ Այն ամեն ինչ որ տեղի է ունենում Փաշինյանի կողմից ընդդեմ եկեղեցու, չի սպասարկում որևէ հանրային շահ, չկա դրա որևէ պահանջարկ։ Դա թուրք-ադրբեջանական օրակարգ է, պարզապես ինքը դրանից օգուտ է քաղում այնքանով, որքանով ստեղծում է քաղաքական կոնֆլիկտային իրավիճակ, ատելությունը բորբոքվում է եւ ինքը կարողանում է այդ ատելությունը կառավարելու միջոցով խնդիրներից բազմաթիվ աղքատության, քաղբանտարկյալների, ժողովրդավարության անկման, ռազմագերիների, Արցախի կորուստի, փախստականների եւ բազմաթիվ այլ խնդիրներից, որը նրա պարտականությունն է այդ խնդիրները լուծելու, չլուծելուց ժողովրդի ուշադրությունը շեղում է այսպիսի արհեստական օրակարգերի վրա, փորձելով ապահովել իր վերընտրությունը, որը որ տեղի չի ունենալու։